Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում երիտասարդների հարաբերությունները միջինում ավարտվում է 6-ից 8 ամսում։ Թե բաժանման պատճառը ինչու՞մ է կայանում, չենք խոսա այսօր դրա մասին, ավելի շատ կխոսանք, թե ոնց ապրել այդ բաժանումից հետո եկող շրջանը, որ հեշտ անցնի։ Ուրեմն բաժանվեցիք, հետո ինչ ես անում առաջին հերթին, տղեկին է վերաբերվում։ Դիմում ես ընկերոջդ կամ Աստված ոչանի իգական սեռի ներկայացուցիչի ես դիմում, կամ էլ տարիքով մեծ, մի քանի պակարանի մեծ մարդու ես դիմելու։ Ընկերդ ասում է, այ ախպեր, ինչ ես հետևից ընկնում, թող նա իր ճամփով գնա, դու էլ ճամփով գնա։ Այն իգական սեռի ներկայացուցիչը քեզ կասի, բա գնա ծաղիկներով բանով սիրտը շահի։ Տարիքով մեծ մարդն է ասելու, բա եկա տղա ես արա, գնա հասի այդ աղջկան, ինչ ես թողելու ես ուրիշը իրանով անի այդ աղջկան։ Ամեն մեկը իր հերթին ճիշտ է ասում, բայց նյուանսներ կան, որը որ ի նկատի պետք է ունենալ։ Նախ առաջին ընկերդ ասում է, թող իր ճամփով գնա, հետևից մի ընկի։ Էսի ամենաքաղաքավոր ձևն եմ ասում։ Ստե իր ասածը խելքին մոտիկ է, բայց մենակ քու ճամփով գնալը հերիք չի իրան մոռանալու համար, կամ առավել եւս հետ բերելու համար։ Դա շատ քիչ է։ Մոտիկ աղջիկից մեկը ասես, բա քայլեր արա իրակում, կփապկի ծաղիկ բան դուր, չնվեր բան արա, կփապկի կբարշեք էլի։ Ստե ինքը ճիշտ է, կբարշեք, բայց ինչքան ժամանակով։ Հետ գալու է, բարշելու եք։ Բայց sense կարճ ժամանակա քաշելու է ձեր հարաբերությունների շարունակությունը։ Անցնելու է մի 2 շաբաթ, 3 շաբաթ, նորից կռվելու եք, նորից կրկնվելու է այդ ամեն ինչը։ Տարիքով մեծ մարդու լսեցիր, ասեց գնա հասի այդ աղջկան։ Ինչ գնով էլ ուզում է եղնի, ինձ կասի։ Այս ժամանակ էլ լսեցիր, դուխդ տեղ եկավ, այն կինոների գլխավոր հերոսի տեղն ես քեզի դնում, գնում ես հերոսուհուն, քեզ նվանես ու սպասում ես, որ պետքա happy end եղնի։ Հելնում գնում ես խոսում եք, բարեշում եք, բայց էլի այս դեպքում էլ այն 2 շաբաթվա մոմենտը ուժի մեջ է եղնում, մաքսիմում 3 շաբաթ մի ամիս շարունակվի հարաբերությունը։ Մեկը նույնը կրկնվում է, չի կարա երկար քաշի։ Դա պատճառ ունի, հիմա չենք խոսա դրա մասին։ Շատ ժամանակ էս մի քանի սերունդ մեծերը, որ ասում են մեզի գնացեք հասեք բանդես ու դեն, իրանք իրեն ժամանակով են խոսում, 30 տարի առաջ ուրիշ ձև էր, հիմա ուրիշ ձև է։ Հիմա արմատապես փոխվել է ամեն ինչ։ Հիմա մարդկանց պրինցիպները, համոզմունքները եւ այլն, դրանք փոխվել են։ Նույն բանը այն վաղտ ինչ որ աշխատում էր, հիմա չի աշխատում։ Իրան ժամանակ հերիք էր, որ տղեն ընդամենը ալկաշ չեղներ ու աշխատող տղերներ տունը պահեր։ Այն ժամանակ էդի հերիք էր, որ աղջիկը լոգիկայով մտածի, խոսքի հավանի տղուն, ընտանիքն էլ հավանի տղուն, տենց տան համաձայնության կան։ Իսկ հիմա ամեն բառից հետո բազովի մինիմում են գոռում աղջիկները։ Ուրեմն եկանք այն հայտարարին, որ այսօրվա դրությամբ հին համոզմունքներով մարդկանց խորհուրդները էլ ակտուալ չեն ու քիչ են էֆեկտիվ, չեն աշխատում ավելի ճիշտ։ Մի օրինակ էլ բերեմ, բոլոր աղջիկները նույնը չեն ու նրանք էլ են տարբեր տեսակներով բաժանվում։ Սկսած հարաբերությունների համար անպիտաններից, անցնելով տեղով խնդիր ցույց տվողներից իրանցից, տեղով խնդիր են իրենք։ Ու այդ տեսակ կոչվում է պրոբլեմնի կամ խնդրահարույց։ Այդ 3 բառից մեկը կարող է օգտագործել միած ներկայացնելուց, շատ եմ օգտագործել, երևի պրոբլեմնի կասեմ, տենց ավելի հարմար է։ Հետո նորմալ տեսակի աղջիկներն են գալիս, հետո նոր։ Նու իրանք փոքրամասնությունն են, մոտավորապես 3-4%-ն են իրանք կազմում։ Ամենաշատը այն պրոբլեմներն են, որ դու իրանք միշտ խառնում ես նորմալների հետ, բայց իրանք պրոբլեմներ են, չէ՞ ախպեր, չես դժվար է իրանք ջոգել։ Նու անպիտաններին կջոգես, այդ անպիտանները գծետա 15-ից 20% են կազմում։ Այս աղջիկների տեսակների մասին առանձին վիդեո կհանենք։ Դե մանրամասն կխոսամ յուրաքանչյուրի հետ, որ հարաբերություն կազմես, ինչ է սպասում քեզ։ Ու կխոսենք ոնց ու ինչով են տարբերվում իրարից։ Հիմա անցնենք առաջ։ Այդ նախկին ընկերոհիդ Սկարևսիվը մտնում է պրոբլեմների մեջ։ Հեսա ասեմ են չի։ Նորմալ աղջիկա այդ հաստատ այդքան կարուսելներ չէի կունենա։ Հիմա տենց չէի տանջվի, ոնց որ հիմա տանջվում ես, սովորաբար նորմալ աղջիկները իրանք ավելի շատ են ներդրում կատարում հարաբերությունների մեջ ու Սկարևսիվոստը դու էիր քու հետաքրությունը կորցնելու, դու էիր խոսքի sense չէի այս աստիճանի չէի տանջվի կամ խոսքի դու հենց իրանք թողեիր։ Եթե անպիտան եղներ, կակ մինիմում պետքա ինքնասիրություն կորցրած եղնես, որ շարունակես լոգիկետ sense անջատած տանջվես իր համար, դա вообще չարժի էլի։ Սկարևսիվը ինքը պրոբլեմնի է ու հաստատ գիտեմ որ դա պրոստը երկար բարակ չեմ խոսում հիմա։
Արդեն խոսալու ժամանակ ասացի, որ ոչ ծաղիկները, ոչ էլ դեմը չոքելը կամ խնդրելը, որ բարեշի հետ դետի արդյունք չի ունենալու։ Ավելի ես քեզի խորտակելու, բալանսը գցելու, ինքն էլ տենց քայլերից հետո ավելի չգիտեմ, զզվելու քեզնից կամ եսին վերևից է նայելու քեզի։ Մաքսիմում կարող է նոստալգիայի պրինցիպը ստե աշխատի, դրա հաշվին որոշ ժամանակ շփվեք, բան, տենց հարաբերություններ ունենաք, այն էլ գոնե դրանից առաջ պետքա մի ամիս պաուզա եղներ ձեր հարաբերությունների մեջ, որ գոնե այդ նոստալգիայի պրինցիպները աշխատի ու թազուց ոնց որ ասած բարիշեք։ Հետագա քայլերը կախված են նրանից, թե երբ եք բաժանվել։ Եթե հենց այսօր, ուրեմն նախ առաջինը քեզ պետք է մի քանի օր ուղակի մենակ մնալ ու ոչ էլ փորձեր անել ինչ որ իր հետ կապնվելու։ Դա նախ առաջինն ես անում։ Նայ, նույնիսկ ձեր իրար հետ նկարված նկարները չպետք է նայես կամ ընդհանրապես իր նկարները, ինչքան նայես, այդքան հիշելու ես իրան։ Երգերը, խոսքի իրար հետ որ այն վաղ որ իրար հետ էիք, ինչ որ երգեր էիք լսում, դա չես լսում, ինչքան հիշեցնող բան կա, դրանց այդ ամեն ինչից նախորոք ազատվում ես։ Հիմա ամեն փոքր բանն էլ քեզ իրանա հիշեցնելու, լուծը նախորոք ազատվես։ Երկրորդը, հասկանում եմ, որ քո մտքիդ հիմա բացի իրանից ոչ բան չի գալիս, կողքից էլ խոսքի ով էլ ասի մոռացի էդի հակառակ էֆեկտն է տալու քո մոտ, որտեվ սուտ է էդի, չես կարա մտքիցդ ինչ որ մեկին հանես։ Մանավանդ իրան, որ տարիներով իրար հետ եք եղել, այդքան էմոցիակ ու ամեն ինչ։ Ուղղակի ընդունի, որ հնարավոր չի մոռանալ, պետք է այդ ամեն ինչը ապրես դու։ Մոտակա մի քանի ամիսը սենց դժոխքին մոտիկ օրեր ես ունենալու, բայց ասեմ, դա դեպի լավն է տանում։ Ինչքան կարաս այդ սենց լավ պետք է ապրես այդ տանջանքը։ Հիմի աբսուրդ է այս ասածս, բայց ինչքան այդ տանջանքը սենց ապրես, ինչքան մտնես, ինչ ուզում ես արա տանջվի, մենակ էլ եմ ասում քեզ ես կոմենկում չգցես էլի խմելու պլան չտաս քեզի։ Միջև էր տանջվի, լացի գիշերները, չեմ գիտի, մի քանի, բայց քեզ եսյանենյան միտու։ Միջև վերջ որ այդ ցավը զգաս, հետո որ ժամանակ անցնի։ Հաստատել ոչի բան չի կարող քեզի տենց կոտրի էլի։ Երկրորդ անգամ այդ վիճակը հաստատ չի եղնելու քո մոտ։ Ինչքան էլ որ ասածս աբսուրդ է, իմ փորձը ցույց է տալի, որ սաղ տղեկն այդ ամեն ինչի մեջով անցնում են։ Ամեն երկրորդը չէ, դաժե ամեն մեկն է անցնում դրա մեջով։ Եթե խոսքի օրինակ հիմա 17-ից 24 տարեկան ես կամ թեկուզ 25-26, Աստծուն շնորհակալ եղի, որ հիմա է դեմդ բերել այդ ամեն ինչը, ոչ թե խոսքի ամուսնությունից հետո։ Այն ժամանակ արդեն շատ քիչ վարիանտներ կունենայր ինչ որ բան անելու։ Հիմա ախպեր ջան, սաղ կյանքդ էլ քո դեմն է։ Մի անգամ միջև վերջ կապրես, կտանջվես, ցած կմարսես մի լավ հավեսով, բայց երկրորդ անգամ դու հաստատ երկրորդ կեսիդ ավելի զգուշությամբ կընտրես, որտեվ ինքը սաղ կյանք պետք է քեզ հավատարիմ եղնի, քո այդ ընտանեկան հոգսը կիսի, ոչ թե ինձ հայ-հոյ մենակ ինձ սիրում չեմ սիրում, այդպես մոմենտներ եղնի։ Նենց աղջիկ ես ընտրելու, որ օր ու գիշեր չի քնելու, ապագա երեխեքիդ պետքա խնամի, այդ ամեն ինչին պետքա պատրաստ եղնի ինքը։ Պետքա նենց աղջիկ ընտրես, որ պատրաստ կեղնի ամեն օրվա ռուտինին, ամեն օրը որ նույն ձև սկսելու է, նույն ձև ավարտվելու է։ Միշտ չի եղնելու սենց իհարկե ինչ որ պահեր էմոցիոնալնի։ Ընտանիքում պայծառ էմոցիաները չեն միշտ եղնելու։ Ստամբիլ, հանդարտ կյանքն է եղնում, որը որ լի է եղնելու ռուտինով։ Այսօր շատ քչերն են դրան պատրաստ, ասեմ իմացի, շատ քչերը։ Լավ պետք է ընտրես այն մարդուն, ով որ այդ ամեն ինչին պատրաստ կեղնի։ Մտածելու շատ ժամանակ կունենաս, խորը մտածի, հաստատ արժի թե չէ այդ աղջկան հետ բերել, ում համար որ տանջվում ես։ Շատ ժամանակ իրանք արժանի չեն այդ ամեն ինչին։ Եթե վերջը որոշես, որ ուզում ես էլի մեկը հետ բերել իրան, անցած վիդեոներից մեկը էս վերևում աջ կողմը կգա, միացրի, մի հատ տեխնիկա կա, իգնորի տեխնիկա է կոչվում։ Բացի նայ, փորձված բան է։ Առաջինը չեմ, բայց հայկական YouTube-ում հաստատ ոչ մեկ չի խոսում դրա մասին։ Բացի նայ, հետո եթե ինչ որ հարցեր կեղնի, ասա կօգնեմ քեզ։